Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի զարգացումներն ընդունում են աննկարագրելի արագ և դրամատիկ ընթացք։ Այսօրվա դրվագն իսկական փորձություն էր մեր հերոսների նյարդերի և սկզբունքների համար։ Մենք ականատես եղանք և անողոք բախումների, և ճակատագրական փրկության, և այն երկար սպասված գաղտնիքի նախերգանքին, որը շուտով արմատապես կփոխի Սարգսյանների կյանքը։ Սկսենք մակունցների առանձնատնից, որտեղ Մանանը շարունակում է մնալ իսկական ոսկոր բոլորի կոկորդում։ Ընտանիքի անդամները հերթով փորձում են դաստիարակել կամ ենթարկեցնել նրան, բայց այս աղջկա կամքը կոտրելն անհնար է։ Իննան, ով վերջնականապես կորցրել է համբերությունը, շատ կտրուկ ու կոպիտ նախազգուշացնում է Հարսին խելքը գլուխը հավաքել, հակառակ դեպքում սպառնում է դուրս շպրտել տանից։ Բայց Մանանի պատասխանն ավելի քան սթափեցնող էր։ Նա ուղիղ հարվածում է Իննայի արժանապատվությանը, ասելով, որ ի տարբերություն սկեսուրի, ինքը սկզբունքային մարդ է, և եթե որոշի հեռանալ, դա կլինի վերջնական ու անդառնալի։ Սա հստակ ապացույց է, որ Մանանը երբեք չի դառնալու Հունանի ու Իննայի հնազանդ խամաճիկը։ Բայց այս ընտանեկան վեճն ընդհատվում է ամենասարսափելի լուրով։ Հելենը զանգահարում է Գրիշոյին ու հայտնում Լեայի առևանգման մասին։ Երբ Գրիշոն տեղյակ է պահում ընտանիքին, Հունանն ուղղակի կորցնում է ինքնատիրապետումը։ Նա իր ողջ կատաղությունն ու վախը թափում է Մանանի վրա, ահաբեկելով, որ եղբորը կտոր կանի, եթե դստեր գլխից մազ պակասի։ Հունանը փորձում է Լեոյից պարզել, թե ում հետ է նա խնդիրներ ունեցել աղջկան գտնելու համար, սակայն Լեոն հավատարիմ իր սկզբունքներին լռում է։ Կեսգիշերին Հունանը, Գրիշոն և Արամը դուրս են գալիս որոնումների։ Հունանը երդվում է վերջնականապես ոչնչացնել Լեոյին, սակայն Գրիշոն ցուցաբերում է զարմանալի զսպվածություն։ Հանուն Մանանի հանդեպ ունեցած սիրո նա փորձում է հանդարտեցնել հորը, հորդորելով կենտրոնանալ միայն Լեային փրկելու, այլ ոչ թե վրեժխնդրության վրա։ Մինչ Լեոն ապարդյուն փորձում էր լուծել հարցն իր ճանապարհով, Հունանի ահռելի ռեսուրսներն ու կապերը տալիս են իրենց արդյունքը։ Արամը զանգ է ստանում, Լեային գտել են։ Երբ նրանք հասնում են դեպքի վայր, Հունանի մարդիկ արդեն վնասազերծած են լինում առևանգողներին։ Արամն արագ ազատում է Լեայի ձեռքերը, բայց փրկության ուրախությունն անմիջապես մթագնում է Հունանի նոր դաժան պարտադրանքով։ Նա հայտարարում է, որ Լեոն անպայման պատասխան է տալու այս ամենի համար, և որպես վերջնական որոշում Լեան պարտավոր է ամուսնանալ Արամի հետ։ Խեղճ Լեան հայտնվում է սարսափելի փակուղում, սեփական ազատությունը որպես գին վճարելով Լեոյի անխոհեմության համար։ Իսկ զուգահեռ իրականությունում հիվանդանոցում զարգանում է ոչ պակաս ճակատագրական մի դրվագ։ Դավիթ պապիկը, իմանալով Վովայի դանակահարության մասին, գալիս է նրան տեսակցության։ Վովայի մայրը Օլգան ընդունում է նրան ծայրահեղ կոպիտ և թշնամակա, մեղադրելով, որ իր թոռների վատ դաստիարակության ու արարքների պատճառով է հիմա իր որդին տուժել։ Երբ Վովան փորձում է հանգստացնել մորը, նրա համբերությունը հատում է, և նա Դավիթ պապիկի ներկայությամբ բացում է ամենակարևոր փակագիծը։ Նա ասում է, որ Օլգան սկսել է իրեն այսպես անադեկվատ պահել այն օրվանից, երբ խոստովանել է, որ ինքը Վովայի կենսաբանական մայրը չէ։ Օլգան իսկական խուճապի է մատնվում։ Նա սարսափում է, որ այս տեղեկությունը կարող է արթնացնել Դավիթ պապիկի կասկածներն ու հուշել նրան, որ Վովան հնարավոր է լինի իր հարազատ կորած թոռը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, երբ Դավիթ պապիկը համադրի այս փաստերն ու հասկանա, որ Վովան իրականում Ռաֆոյի որդին է, ինչ ազդեցություն կունենա դա Սարգսյանների ընտանիքի վրա։ Եվ արդյոք Լեան կհնազանդվի հորը և կամուսնանա Արամի հետ Լեոյին փրկելու համար։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։